Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ ևս մեկ շատ կարևոր հարց քննարկել մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ մի հարց, որը բարձրացվեց այս դահլիճում, խոսքը վերաբերում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Կարծում ենք պետք է այս հարցը ամենայն մանրամասնությամբ քննարկենք դա ընթերցումներից խուսափելու համար։ Շատերի մոտ տպավորություն է, թե ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը միշտ եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում, դա այդպես չէ։ 91 թվականից մինչև 98 թվականը այդ հարցը չի եղել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում։ Այդ ժամանակվա նախագահի ուղղակի որոշմամբ, ով այդ ժամանակվա սահմանադրությամբ իրականացնում էր Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Հարցը մտել է արտաքին քաղաքական օրակարգ 98 թվականին ՄԱԿ-ում Ռոբերտ Քոչարյանի հայտնի ելույթից եւ հետո արդեն մյուս բոլոր հանդիպումներում, մյուս բոլոր բանակցություններում այդ խնդրանքը ներկայացվել է տարբեր միջազգային կազմակերպություններին, պետություններին, Հայաստանը խնդրել է տարբեր պետություններ, որ նրանք ճանաչեն հայոց ցեղասպանությունը։ Փաստը, դատապարտեն, որևէ տեսքով բանաձև, օրենք, որևէ այլ ձևաչափ։ Եվ հիմա կրկին, ինչպես պարոն Խանդանյանն ասեց, հիմա կրկին մենք կարծում ենք, որ այդ հարցը չպիտի լինի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում։ Բայց ես ուզում եմ մի վիճակագրություն ներկայացնել։ Այս 35 տարիների ընթացքում եւ դրանից էլ առաջ, եթե սովետական միության շրջանում էլ մի քանի պետություն էլի ճանաչել է, Ուրուգվայը, Կիպրոսը, առաջին ճանաչումից եթե հաշվենք, Ուրուգվայի կողմից ճանաչումից, մինչև այսօր հայոց ցեղասպանությունը ճանաչել է մոտ 30 պետություն, մոտ 30 պետություն։ Եվ այն ժամանակ, երբ այդ հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում էր, եւ այն ժամանակ, երբ չէր։ Առաջին նախագահի ժամանակ ճանաչել է 6 պետություն, մեր իշխանության ժամանակ էլի ճանաչել է 6 պետություն, 3-ը, ինչպես ասացի, Կիպրոս, Ուրուգվայ եւ Եվրախորհրդարանը 87 թվականին ճանաչել է, երբ Հայաստանի Հանրապետությունը դեռ անկախ պետություն էլ չէր, հետեւաբար արտաքին քաղաքականություն էլ չէր վարում, այսինքն 30-ից 15-ը կեսը տեղի ունեցել այն ժամանակ, երբ այդ հարցը կամ չի եղել արտաքին քաղաքականության օրակարգում, կամ առաջնահերթ խնդիր չի եղել, եւ 15-ն էլ եղել է այն ժամանակ, երբ եղել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում, բոլոր պատեհ անպատեհ առիթներով, բոլոր զրույցի կետերում դա է գրված եղել, հենց մարդուն բարևել են միջազգային գործընկերոջը, հարցել են որպիսությունը, եւ առաջին հարցը եղել է ոչ զենք տվեք մեզ, ոչ մաքսատուրքից ազատեք, ոչ առևտուր, ոչ տեխնոլոգիա, ոչ գիտելիք, ոչ հմտություն, ցեղասպանություն ճանաչում բանաձև, խնդրում ենք։ Ինչ հետևություն մենք կարող ենք անել այս վիճակագրությունից։ Հետևությունը հետևյալն է, որ որևէ պետություն ցեղասպանությունը չի ճանաչել հենց Հայաստանի խնդրանքով։ Հայաստանի խնդրանքով չի, որ որևէ պետություն ճանաչում է հայոց ցեղասպանությունը։ Պետությունները հայոց ցեղասպանությունը ճանաչում են 3 հիմնական պատճառներով։ Պատճառ համար առաջին, եթե իսկապես կարծում են, որ հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է լինել ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմ։ Իսկապես կարծում են, Հայաստանը կխնդրի, Հայաստանը չի խնդրի։ Կարծում են, այդպես են կարծում, ըստ իրենց արտաքին քաղաքական օրակարգի, ըստ իրենց առաջնահերթությունների, ըստ իրենց շուրջ ծավալվող միջազգային զարգացումների։ Պատճառ համար մի րոպե, հարգելի գործընկերներ, խնդրում եմ դադարեցնել քննարկումները եւ լսել ամբիոնից ելույթ ունեցողին։ Պատճառ համար 2։ Եթե այդ պետություններից որևէ մեկում կա մեծ հայկական համայնք, բնականաբար քաղաքացիներ, բնականաբար ընտրողներ, որոնք պահանջում են, որոնք հիմնականում գիտեք, ցեղասպանության զոհերի ժառանգներն են, իրենց մաշկի վրա դա զգացած քաղաքացիներ են եւ իրենք ներկայացնում են այդ պահանջը իրենց կառավարություններին, այն պետությունների կառավարություն, որի քաղաքացի որ իրենք են եւ այդ պետությունների կառավարությունը կարող են իրենց քաղաքացիների խնդրանքին ընդառաջելով ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Սա էլ է պատճառներից մեկը։ Եվ պատճառ 3, Թուրքիայի հետ ինչ-ինչ հարցեր բազելու գործընթացում, ինչ-ինչ հարցեր։ Ինչպես բոլորովին վերջերս տեսանք Իսրայելի օրինակով։
Ես չեմ վախենալի սա ասել, եւ երբ բոլոր լրագրողները պաշարել էին Հայաստանի վարչապետին, ասում էին պահանջում էին, որ մի ինչ-որ դիրքորոշում ասի։ Հələ ոչ հարցը հասել էր վերջնական լուծման, ոչ բան, պահանջում էին, հետո երբ վարչապետը ասեց, որ չի կարծում, որ հայոց ցեղասպանության հարցը գործիքայնացնելը լավ գաղափար է, ասին, վայ չէ, այս ոնց եղավ, չողջունեց։ Հետո այնտեղ խոսացին Թուրքիա, Իսրայել, Ադրբեջան, ինչ որ հարցեր պայմանավորվեցին, ինչ որ բան տվեցին, ինչ որ բան առան, մեզ հետ կապ չունեցող ընդհանրապես, մեզ հետ ընդհանրապես կապ չունեցող, Հայաստանի շահերի հետ կապ չունեցող ինչ որ թեմաներ։ Տվեցին, առան, վերցրեցին, հարցը հետ քաշեցին, չէ՞, ճանաչումը տեղի չունեցավ։ Վաղը կարող է տեղի ունենա։ Կարող է եւ տեղի չունենա, բայց տեղի ունենա էլ, տեղի չունենա էլ, դա չի լինելու Հայաստանի Հանրապետության խնդրանքով։ Ինչպես որ նախորդ դեպքերում չի եղել Հայաստանի Հանրապետության խնդրանքով։ Բայց ինչ է բերել սա, ինչ է տվել սա Հայաստանի Հանրապետությանը մեկ այլ կողմից։ Եվ որևէ պետություն հայոց ցեղասպանությունը ճանաչել է Հայաստանի խնդրանքից հետո, կրկնում եմ, հետո, ոչ թե հետևանքով, այլ հետո։ Դա հնարավորություն է տվել այդ պետությանը ասել, որ գիտեք, ես ձեր խնդրանքով ճանաչեցի հայոց ցեղասպանությունը։ Եվ դա գրանցել մեր միջազգային հարաբերությունների հաշվեկշռում։ Եվ բնականաբար ակնկալել, որ մենք էլ իրենց որևէ խնդրանք պիտի կատարենք, ինչպես ընդունված է միջազգային հարաբերություններում, ու դա շատ նորմալ է։ Երբ որևէ մեկը կատարում է քո խնդրանքը որևէ հարցում, շատ նորմալ է, որ ինքն էլ պետք է ակնկալի, որ մի ուրիշ առիթով էլ դու պիտի կատարես իր խնդրանքը։ Մեկ չես կատարի, երկու չես կատարի, երրորդից արդեն կհասկանան, որ դու այդպես միայն խնդրող ես եւ իրենց խնդրանքը կատարող չես։ Այս սա է ամենամեծ խնդրեմը։ Այդ հարցը միջազգային արտաքին քաղաքականության օրակարգ մտցնելու հետ կապված։ Սա է ամենամեծ խնդրեմը, որովհետեւ դա դարձել է միջազգային առևտրի, քաղաքական առևտրի առարկա։ Ուզած թե չուզած, որովհետեւ միջազգային հարաբերություններում այն ամեն ինչը դրված է բանակցությունների սեղանին, առևտրի առարկա է։ Ու ոչ այն իմաստով, որ դա կարող ես ծախել, այլ այն իմաստով, որ դա կարող ես գնել։ Այսինքն դա կարող են քո վրա ծախել, կարող են քեզ վաճառել, այսինքն քո ուզածը քեզ տալ։ Եթե դա է քո ուզածը, դա են տալիս։ Եվ դա գրանցում են, որ տվեցին։ Հիմա քո հերթն է ինչ-որ բան տալու։ Ես լսում էի ծառնակաբերդում, այս ուրեմն հարցը մեր արտաքին քաղաքականության օրակարգ մտցած Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ լրագրողները հարցնում են իսկ պահանջատիրություն, նա ինչ է ասում։ Ասում է ճանաչման ուղղված ջանքեր գործադրել, բայց ճակերտները բաց, պահանջատիրությունը խնդրահարույց է եւ չպետք է անցնենք մի գիծ, որը իրատեսական չէ եւ խնդիրներ է առաջացնում։ Լսեցիք Տիկին Վարդանյան։ Պահանջատիրությունը իրատեսական չի։ Ճանաչելը իրատեսական է։ Հայաստանին հաշիվ ներկայացնելը, որ տեսակ ճանաչեցինք, դա իրատեսական է։ Թուրքիայի հետ փակ սահմանը, դա իրատեսական է, դա փակա հիմա, չիլնի։ Հա, բայց այդ պահանջատիրություն, չէ, դա կարմիր գիծ է պահանջատիրությունը, կներեք։ Իսկ այդ դեպքում ո՞րն է ճանաչման քաղաքականության վերջնանպատակը։ Կարա արդյոք լինի քաղաքականություն առանց վերջնանպատակի։ Կա արդյոք նման բան քաղաքականության մեջ, այդտեղ ուժեղ դիվանագետներ կան։ Կարա արդյոք մարդը անի մի բան աննպատակ, ասենք մի ռեսուրս ծախսի մի հարցի վրա, Պարոն Ղազարյաններ, չէ՞ հարց տալ, ինչքան փող է ծախսվել հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը սպասարկելու վրա։ Եվ ճանաչել 30 պետություն։ Եվ որնա վերջնանպատակը 30, այսօր 30-ը լավ 100 տարի էլ շարունակեցինք, եղավ 130 պետություն։ 200 տարի շարունակեցինք, եղավ 198 պետություն, հանած Թուրքիան ու Ադրբեջանը։ Անցավ 150 տարի, բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, բոլորը ճանաչել են, բոլորը օրենքներ են ընդունել հայոց ցեղասպանության դատապարտման մասին, քրեականացրել են դրա երգումը, որնա դրա վերջնանպատակը եւ ինչ պետք է ստանա Հայաստանի Հանրապետությունը դրա արդյունքում։ Եթե դուք կասեք, որ հանրահռչակում, իրազեկում, ընկերներ բոլորը իրազեկված են։ Բոլորը իրազեկված են։ Չկա աշխարհում մի քիչ թե շատ նշանակալի քաղաքական գործիչ ու որոշում կայացնում, որ իրազեկված չի։ Կանխարգելում
կներեք դա կանխարգելման ամենաարդյունավետ գործիքը չի։ Ժամանակը Վարդանյան, դուք սպառվեց։ ելույթ ունեք այդ ժամանակ։ Պարոն Եղոյան, ամփոփեք խնդրում եմ։ Ակնկալում եմ պատասխան այս հարցի վերաբերյալ, ոնց ենք մենք վարվելու այս հարցում, նաև միջխորհրդարանական վեհաժողովներում, որն է լինելու ձեր դիրքորոշումը, դե իրանց դիրքորոշումը գիտեմ, դժվար ինչ-որ բան ավելացնել, բայց հետաքրքիր կլինի լսել ձեր դիրքորոշումը, ինչ ենք անելու եւ ինչ նպատակով, վերջում, ինչի հասնելու նպատակով։ Շնորհակալություն։